Հայաստանի պետական պարտքը հատել է 14 միլիարդ դոլարի շեմը։ Ինձ հաճախ հարցնում են, թե ինչ եմ մտածում այդ մասին։ Իրական հարցը սակայն թիվը չէ։ Հարցը սա է. պարտքը մեզ դարձնում է ավելի ուժեղ պետություն, թե ավելի կախված եւ ավելի խոցելի։ Հիշենք առաջին հիմնարար կետը։ Պարտքը ապագայի հարկն է, այսինքն այսօր վերցնում ենք, վաղ վճարում են քաղաքացիները, եթե այդ պարտքը վերածվում է նոր արժեքի, արտադրության, արտահանման, էներգետիկ կարողության, աշխատատեղերի եւ հարկային եկամուտի, ապա ապագան այն վերադարձնում է բնական աճով եւ բարձր կենսամակարդակով, իսկ եթե պարտքը չի ստեղծում արժեք, ապա ապագան այն վճարում է կորցրած հնարավորություններով եւ ծանրացող բեռով։ Երկրորդ, պարտքը արժութային ռիսկ է։ Պետության եկամուտը հիմնականում դրամով է, պարտքի մի մասը սակայն, մեծ մասը արտարժույթով։ Դրամի ցանկացած թուլացում նշանակում է, որ նույն պարտքի սպասարկման համար ավելի շատ փող է պետք գալու։ Սա ուղիղ հարված է սոցիալական ծրագրերին եւ զարգացման ներդրումներին։ Երրորդ, պարտքը քաղաքական ազատության հարց է, եւ պարտքդ մեծ է ու թանկ, քո որոշումների մեջ միշտ հայտնվում է մեկ լրացուցիչ գործոն՝ վարկատոյի պայմաններն ու շուկայի տրամադրությունը։ Սա արդեն միայն տնտեսություն չէ, սա ինքնիշխանության չափի հարց է։ Չորրորդ, պարտքը դիմակայունության հարց է։ Եթե պետությունը պարտքով չի կառուցում ճանապարհ, էներգետիկ եւ տեխնոլոգիական հզորություններ, պաշտպանունակություն, ապա ճգնաժամի պահին պարտքը չի պաշտպանում, այլ սահմանափակում է պարտք վերցնողի գործողությունները։ Ուրեմն ինչ անել, որ պարտքը չվախեցնի։ Պարզ կանոն՝ պարտքով ֆինանսավորել միայն այն, ինչը վաղը եկամուտ է ստեղծում եւ ռիսկ է նվազեցնում։ Ամեն պարտք պետք է ունենա չափելի արդյունք, ժամկետ, հաշվետվություն, աշխատատեղ, հարկային եկամուտներ եւ այլն։ Պարտքը վտանգ է, երբ այն փոխարինում է պետության մտածողությանը։ Պարտքը գործիք է, երբ այն կառուցում է պետության կարողությունը։